Վկա ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին, որովհետև կան մարդիկ, որոնց փրկությունը կախված է մեր վկայության խոսքից։ Խաղաղություն մեզ։ Այսօր ուզում եմ խոսել ավետարանը քարոզելու կարևորության մասին։ Ուզում եմ ընթերցել Հովհաննեսի ավետարան 1-րդ խոսքից։ Հետևյալ օրը Հիսուսը Գալիլեա գնալ ուզեց։ Եվ Փիլիպոսին գտնելով ասում է նրան. «Եկ իմ ետևից»։ Փիլիպոսը Բեթսայիդայից էր, Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։ Փիլիպոսի կյանքում Տեր Հիսուսին հանդիպելը եղավ գերբնական կերպով։ Մեր օրերում էլ կան մարդիկ, որոնց կյանքում Տեր Հիսուսը հենց այդպես էլ կարող է գործել։ Նրանց կյանքում միգուցե Տերը հայտնվի տեսիլքի միջոցով, երազների միջոցով, կամ միգուցե իր Սուրբ Հոգով ներգործի շաբաթների, ամիսների կամ տարիների ընթացքում մեղքի գիտակցությունը արթնացնելով եւ մարդուն Աստծո Հոգին բերի ապաշխարության եւ հանդիպման Աստծո Որդու հետ։ Այդպես էլ է լինում։ Այո, Փիլիպոսի դեպքը այդպիսինն էր։ Աստծո Որդու անձնական աշխատանքը եւ հանդիպումը անհատի կյանքում։ Բայց երբ որ Փիլիպոսը այս հանդիպումը ունեցավ Տեր Հիսուսի հետ, ինչ արթնացավ նրա ներսում։ Տեսնենք ինչպիսի ցանկություն բորբոքվեց։ 45-րդ համարում ասված է. Փիլիպոսը գտնում է Նաթանայելին ու ասում նրան. նա, որի համար Մովսես օրենքի մեջ գրեց ու մարգարեներն էլ գտանք, այսինքն Հիսուս Նազովրեցուն, Հովսեփի որդուն։ Ստացվում է, երբ որ Փիլիպոսը այս հանդիպում ունեցավ Տեր Հիսուսի հետ, նա գանձ գտավ եւ նա մի ցանկությամբ բոցավառվեց եւ այս ցանկությունը սա էր. գտնեմ իմ ընկերոջս, ով ինձ համար կարևոր եւ թանկ մեկն է, եւ նրա հետ կիսվեմ իմ ունեցած գանձով, որ նա էլ ունենա այն նույն հանդիպումը, որ ես ունեցա Աստծո Որդու հետ։ Եվ սա համար նա եկավ, փնտրեց ու գտավ իր ընկերոջը։ Եվ երբ որ խոսեց Նաթանայելին Հիսուսի մասին, Նաթանայելը ասում է նրան. Նազարեթից կարող է որ բարի բան դուրս գա։ Ստացվում է, որ այդ օրերում Նազարեթ քաղաքը այդքան էլ լավ համբավ չուներ, դե համար Նաթանայելն ասում է լավ բան, բարի բան այնտեղից դուրս չի կարող գալ։ Բայց Փիլիպոսը համոզում է նրան ասելով. «Եկ ու տես»։ Եվ Փիլիպոսին հաջողվում է իր ընկերոջը բերել Հիսուսի մոտ։ Հիսուսը երբ տեսավ Նաթանայելին, որը իրեն էր գալիս, ասում է նրա համար. «Ահա իրականում իսրայելացի, որի ներսում նենգություն չկա»։ Նաթանայելն էլ ասում է նրան. «Որտեղից ես ինձ ճանաչում»։ Պատասխանեց Հիսուսն ու ասեց նրան. «Դեռ Փիլիպոսը քեզ չկանչած, դու որ թզենու տակ էիր, ես քեզ տեսա»։ Փիլիպոսի գործը վկայելն էր, որ Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդին, Մեսսիան կենդանի է։ Մեր գործը ինչու՞մն է կայանում։ Մեր ընկերներին, մեր հարազատներին, մեր համար թանկ մարդկանց վկայել, որ Աստծո Որդին մեռելներից հարություն է առել, նա կենդանի է։ Մեզանից սա է կախված վկայելով նրանց բերել, մոտեցնել Հիսուսին։ Իսկ ինչ հիասքանչ էր նկարագրում ավետարանը, երբ որ Փիլիպոսը արել էր իր գործը, իր բաժինը, Տեր Հիսուս արեց իր բաժինը, հանդիպելով Նաթանայելին, խոսեց, թե ինչպիսի մեկն է նա ասելով, որ նրա ներսում նենգություն չկա։ Այո, Նաթանայելը ինքը իրեն ճանաչում էր, գիտեր ինչ խառնվածք ունի, գիտեր, որ իր սրտում չարություն, խոնամանկություն, նենգություն չկա։ Եվ զարմացավ, որ այս մարդը, ով առաջին անգամ է ինձ հանդիպում, ինչպես է, որ ճանաչում է ինձ ներսից եւ նկարագրում ճշմարիտ կերպով։ Եվ Տեր Հիսուսը գերբնական խոսք ասաց, գիտության խոսք. «Դեռ Փիլիպոսը քեզ չկանչած, դու որ թզենու տակ էիր, ես քեզ այնտեղ տեսա»։ Տեր Հիսուսը մի բան ասեց, որ որևիցե մեկից նա չէր կարող սրա մասին տեղեկացված լինել։ Ու Նաթանայելը հասկացավ. ես հանդիպել եմ Մեսիային։ Այո, իմ առջև կանգնած Աստծո Որդին է, եւ նա այդպես էլ ասեց. «Ռաբի, դու ես Աստծո Որդին, դու ես Իսրայելի Թագավորը»։ Հիսուսն էլ ասաց. «Սրա համար, որ քեզ ասացի, թե թզենու տակ տեսա հավատում ես, սա հենց ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։
Ճշմարիտ ասում եմ ձեզ, սրանից հետո պիտի տեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակներին, որ ելնում ու իջնում են մարդու որդու վրա։ Տեր Հիսուսը ասես, որ երբ որ դու ինձանից գերբնական նշան տեսար, սրա համար հավատացիր, սրանից հետո ավելի մեծ նշաններ եւ հրաշքներ եք տեսնելու։ Տեսնելու եք Աստծո որդու վրա, Տեր Հիսուսի ուսերին, ինչպես են հրեշտակները բարձրանում երկինք ու իջնում ներքև։ Տեսնելու եք երկինքը բացված եւ Աստծո գործերը, Աստծո հրեշտակների ծառայությունը ուղղված փրկվածների կյանքի մեջ, ձեր կյանքի մեջ ուղղված։ Թանկագիններս, այս պատմությունը հիասքանչ օրինակ է ինձ ու քեզ համար, որ մենք էլ չբավականանանք նրանով, որ մենք հանդիպել ենք Հիսուսին եւ ընդունել փրկությունը նրանից, որ ունենալով Հիսուսին, մեր ընկերներին, մեր հարազատներին, նույնպես կիսվենք բարի լուրով, որ նրանք էլ ճաշակեն Աստծո որդու փրկությունը, որ նրանք էլ Հիսուսին ունենան իրենց կյանքում, որ նրանք էլ երկինքը տեսնեն բացված։ Աստված օրհնի ինձ եւ քեզ եւ զորացնի, որ մենք մեր ընկերներին վկայենք Հիսուս Քրիստոսի մասին։ Ամեն։